Հայաստանը դիմել է Եվրամիությանը օժանդակության հայցով հիբրիդային վտանգներին դիմագրավելու կարողություններ ձեռք բերելու համար։ Սակայն այստեղ հարց է առաջանում, Եվրամիությունը պետք է ասի, որ հիբրիդային վտանգներից խուսափելու համար նախ այդ երկրի, ով հիբրիդային հարձակումներ է ըստ էության սանձազերծել մեր դեմ եւ որին մենք պետք է դիմագրավենք, առնվազն պետք է հնարավորություն չտանք մեր վրա հարձակվել ներսից կամ մեր անելիքները խոչընդոտելու ենթակառուցվածք չունենալ։ Եվրամիությունը պետք է ասի, որ օր առաջ պետք է Արաքս գետի վրայից ռուսական սահմանապահները դուրս գան։ Մեկ եւ երկրորդը, որ կոնցեսիան RЖD-ի պետք է դուրս գա Հայաստանից, հակառակ դեպքում Հայաստանն ինքն իր կարողություններին է խփելու։ Դե չեմ խոսում ընդհանրապես ռուսական ուժային ներկայության մասին։ Եվրամիությունը պետք է ասի, իսկ որ ասի կանեք, հարցեր են, թե Եվրամիությունը պետք է ասի, որ այս պարզ բանը մենք հասկանանք եւ գործենք ըստ այդմ։ Եվ ուրեմն Եվրամիության կողմից օգնությունը չի նշանակում, որ Եվրամիությունն է գալու եւ մեր փոխարեն անի այն բաները, որը պետք է անենք մենք։ Եվրամիությունը կարող է օգնել, բայց Եվրամիությունը լինի Եվրամիություն, թե չգիտեմ ով չի կարող ոչ մի բանով մեզ օգնել, եթե ինքներս մենք չենք օգնում ինքներս մեզ։ Սա գոնե պարզ ճշմարտություն պետք է որպես ընկալվի։ Ռուսական ներկայությունը Հայաստանում պետք է վերածվի ահա բազային պայման ապագա հաջողությունների համար, այդ հիբրիդային հարձակումներին դիմագրավելու համար։ Սա պարտադիր չի, կրկնեմ, որ ասի Եվրամիությունը կամ օգնի։ Եթե իրավաբաններ կտրամադրի Եվրամիությունը այս բաները լավագույնս ձևակերպելու եւ առաջ տանելու համար, դա մենք կընդունենք սիրով, բայց անողը էլի մենք ենք։